խնդրեցի, որ AI-ը որպես Հայկ Կոնջորյան քաղաքական գործիչ հանդես գա ու գնահատի Հայկ Կոնջորյանին, այսինքն ինքը իր գնահատականները որպես Հայկ Կոնջորյան, տա Հայկ Կոնջորյան քաղաքական գործչին։ Լավ բաներ չասեց ձեր մասին AI-ը, տարբեր վերնագրեր առաջարկեց, օրենքից վեր դասած ֆեոդալական կաստայի ներկայացուցիչ, կոռուպցիոն կրկեսի գլխավոր ակրոբատ, իշխանական clickbait-ի գրոսմաստեր։ Եթե մենք ձեր ոճով ելույթ ունենանք, կարելի էր գար այս բանը խրոխտ արտահայտությունները անել, վերնագրերը ստանալ ու մեզնից գոհ գնալ նստել հուսալով առաջ խաղացման համար։ Ուրեմն Հայկ Կոնջորյան քաղաքական գործիչը Հայաստանի քաղաքական պատմության մեջ մնալու է այս ամենով, այս սկանդալներով, այս բառապաշարով եւ չգիտեմ էլ ինչ գին ունի իր այս առաջ խաղացումը։ Ճիշտն ասած Հայկ Կոնջորյանը իմ սրտին մի նոր վերքել բերեց, երբ կարդացի իր ստատուսը այն մասին, երբ իր եղբոր հետ հայտնի պատմությունից հետո ինքը փորձում էր տարանջատվել իր եղբորից։ Ասում էր, ես կապ չունեմ։ Ինչ եղել է այնտեղ բան արեք, իմ անձի հետ եմ փորձում կապել։ Եթե ձեր անձի հետ էս մարդիկ կապ չունենային, այսքան արտոնություններ կստանային, բավաս մնացածի եղբայրները չեն ստանում, Հայկ Կոնջորյան։